մենք գույքագրել ենք բոլոր խնդրահարույց հատվածները կոյուղատար համակարգի, այն տեղերը, որտեղ որ մենք ունենք հիմնանորոգման կարիք եւ ունենք կարիք նորը կառուցելու։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 96 կիլոմետր ունենք նոր կոյուղատար համակարգ կառուցելու եւ 70 եւ ավելի կիլոմետր ունենք հիմնանորոգման համար, բայց պարոն Արեյանը երևի ինձ թվերում միգուցե մի քիչ ավելի ուղղի։ Այո, 93 կիլոմետրը չկոյուղացված թաղամասերի երկարությունն է, 73 կիլոմետրը խնդրահարույց առաջնահերթ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների կոյուղիներն են։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան, այսինքն մեր գույքագրած այս ամբողջական, այս խոսում եմ կոյուղատար համակարգի մասին, այս մեր գույքագրածով, եթե մեր ընդհանուր տեմպը հաշվի առնենք, մոտավորապես մենք մի 5-6 տարում ամբողջապես կոյուղատար համակարգի խնդիրը կլուծենք, եթե տեմպը մի փոքր ավելացնենք, նաև կառավարության գործընկերների հետ բանակցությունների արդյունքում, միգուցե ավելի շուտ։ Մի փոքր ավելի ուշ ենք սկսել հեղեղատար համակարգի հիմնանորոգումները, այս տարի ունենք շատ կոնկրետ հատվածներ, ամենախնդրահարույց 2 հատվածներում հեղեղատար համակարգի ամբողջապես վերափոխում եւ հիմնանորոգում եւ սա էլ այսպես ասած դառնում է մեր ծրագրային օրակարգի մի մասը եւ հետեւապես էլի տեսանելի ապագայում ամբողջ համակարգը փոխարինվելու է։ Այսինքն այս գույքագրումը արել ենք եւ փաստացի 2022 թվականից ամեն տարի մենք աշխատանք ենք կատարել, որպեսզի խնդիրը լուծենք եւ շատ տեղերում իրապես լուծել ենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, որը համատիրությունների հատվածին վերաբերող հարցին, տեսեք, մենք արդեն իսկ Երևանի քաղաքապետարանը էական աշխատանք անում է, որը որ մեր իրավական ֆունկցիան չի։ Սկսած հենց այս նույն կոյուղատար համակարգերի հիմնանորոգումից եւ նորոգումից, հա մենք չպետք է անեինք, բայց արել ենք, հիմա փաստացի ֆինանսավորումը կառավարությունն է տալիս, այս տրամաբանությունը արդեն ճիշտ տեղն է ընկել։ Բայց մենք օրինակ շարունակում ենք վերելակների փոխարինումը եւ Երևան քաղաքում 2600-ին մոտ արդեն վերելակ ենք փոխարինել եւ մնացել է 1800-ի կարգի։ Եվ սա նշանակում է, որ այնուամենայնիվ մենք այդտեղ էլ որոշ դեպքերում ֆինանսավորում հատկացնում ենք, ինչ վերաբերում է ներսի հատվածներին, բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք կտեսնենք, որ մեր արած դրսի աշխատանքը բավարար չի, մենք կդիտարկենք նաև ֆինանսավորում հատկացնել հենց համատիրություններին, համատիրությունների միջոցով շենքերի ներսի խնդիրը նույնպես լուծել, բայց խնդիրը պետքա այսինքն ես չեմ հիշում դեպք, երբ որ մենք ինչ-որ մի բան դրսում անենք կոյուղատար համակարգի հետ կապված եւ համատիրությունը իր ներսի խնդիրը չլուծի, կլինի մեր աջակցությամբ, թե առանց մեր աջակցության։